Մայրաթոռի կողմից տիրադավ հռչակված սրբազանների անվտանգությունն ու ուղեկցումն իրականացվում է ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցների եւ քրեական ոստիկանության օպերատիվ ծառայության կողմից։ Խոսքս ենթադրությունների մասին չէ։ Նրանց մի մասի դեմքերն ինձ անձամբ հայտնի են, իսկ ներկայացվող պնդումները հիմնված են կոնկրետ փաստերի վրա։ Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Նավասարդ Կճոյանը հրահանգ տալիս քաղաքացիական հագուստով մի տղամարդու, որն իր հերթին շղթակազմած անձանց հրահանգում է շարժվել, ճանապարհ բացել։ Շարժվում է։ Բացեք միջանցքը, շարժվում։ Սիրել ենք քաջություն։ Այդ տղամարդը ալֆա հակահաբեկչական ջոկատից է եւ հանդիսանում է այն ԱԱԾ-ականներից մեկը, որոնք Միքայել Սրբազանի հետևից եկել էին Բեհարան։ Տեսանյութի երկրորդ հատվածում նույն անձը արդեն համազգեստով է, դեմքը փակ, սակայն քայլվածքը, ժեստերը, մարմնի շարժումները եւ աչքերի կառուցվածքը որևէ կասկած չեն թողնում խոսքը նույն մարդու մասին է։ Եվ այստեղ առաջանում է առանցքային հարցը. ինչ իրավական ընթացակարգով են ուժային կառույցների ծառայողները լիազորվել ապահովել հոգևորականների անվտանգությունը։ Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դեռևս 2018 թվականին ամենայն հայոց կաթողիկոսը զրկվել է պետական անվտանգության ծառայությունից։ Եթե կա գրավոր որոշում, հրապարակեք, եթե կա բանավոր հրահանգ, ներկայացրեք դրա իրավական հիմքը։ Իսկ եթե չկա ոչ մեկը, ոչ մյուսը, ապա հանրությունը պարտավոր է իմանալ ով, ինչու եւ ինչ իրավունքի ուժով է օգտագործում պետական ռեսուրսը ընտրովի հոգևորականների համար։ Լիա Սարգսյան, Իշխանություն լրատվական։